եմ ցանկանում եւ այսօր մեր համայնքապետարանի Շահինյանը ապարի աջել կալմեր մոտ մեր ծրագրերի ղեկավար Մեհրյանը որ մենք քննարկենք, տեսնենք ինչ են կարել եւ ինչ պետք է անենք մեր գյուղի դարձ զարգացման համար։ Խնդրեմ պարոն Շահինյան։ Շնորհակալ եմ պարոն Ավետիսյան, արգելի Սակարդնակավայրի բնակիչներ ողջունում ենք ձեզ։ Ինչպես պարոն Ավետիսյան իր խոսքում ասել, այսօր մեր նպատակն է քննարկենք ու հասկանանք ինչ ծրագրեր պետք է իրականացնենք 2026 թվականին Սակար բնակավայրում։ Չգիտեմ, եթե հիշում եք, անցած տարի նույն ժամանակահատվածում մենք հանդիպեցինք Սակար բնակավայրի հետ, քննարկեցինք, վերհանեցինք խնդիրները, նախագծերը արեցինք ու փորձել ենք այս տարի այդ անցյալ քննարկումները կյանքի կոչել։ Հիմա մենք փորձում ենք ևս մեկ անգամ էլի ձեր հետ հանդիպման քննարկման ընթացքում հասկանանք ինչ ենք անելու 2026 թվականին։ Քանի որ վարչական ղեկավարը ավելի շատ է շփվում ձեր հետ ու ավելի շատ լավ գիտի խնդիրները, դրա համար պարոն Ավետիսյանը արդեն ունի առաջարկներ, թե ինչ պետք է նախատեսվի 2026 թվականին։ Այդ պատճառով խնդրում ենք պարոն Ավետիսյանը ներկայացնի իր առաջարկները ու ձեր այդ քննարկման արդյունքում հասկանանք, արդյոք դրանք հրապարակեն առաջնային են, թե ոչ, եթե կա ինչ-որ տեղում հասկանալ, որ ավելի հրապարակ ու կարևոր խնդիր կա, փորձենք դա քննարկել։ Պարոն Ավետիսյան, խնդրում եմ ներկայացրեք, մնացածը արդեն քննարկենք։ Նախ շնորհակալություն խոսքի տրամադրելու համար, ուրեմն արգելն եմ, մենք բազմաթիվ ծրագրեր ենք քննարկել ձեր հետ միասին 22 թվականից ինչ ես սկսել եմ աշխատել որպես վարչական ղեկավար, բավականին շատ ծրագրեր ենք իրականացնել, բայց անցյալ տարի բավականին մեր ծրագրերը մնացին թերավարտ, ինչու հիմնականում ասֆալտապատման ծրագրերը, Ժողովուրդ ջան, պարոն Շահինյան, դու լավ գիտեք, որ խնդիրներ առաջացավ շինարարի հետ, ինչ-որ տանական գործեր կային եւ այլ, ցկցկվեց, մինչեւ եկավ ասավ աշնանային ծով ժամանակները, որ անհնարին եղավ կատարել, հիմնականում դա էր, միություն մեր մշակույթի տան, ստարի Այդ մասով պարոն Ավետիսյան, բերեք լրացնենք, թող ժողովուրդը տեղեկանա, որ պայմանագրերը կա կապված, առաքիկայում արդեն իսկ աշխատանքների կողմից սկսելը գալիս են, առաքիկան նաև կասեն Սակար բնակավայր։ 24 թվականին արվող ծրագիրը, որը ինչպես պարոն Ավետիսյանը իր խոսքում նշեց, խնդիրներ առաջացան, ցկցկեց, արդեն իսկ սրտի պատճառով մեր պահանջով շինարարությունները բանջարը չսկսվեց։ Արդեն իսկ սկսել են, այդ կողմից գալիս են, առաքիկայում կասեն Սակար բնակավայր։ Ասֆալտապատման հետ կապված հիմնականում մեր հանդիսությունների տան կառուցումն է, վերիմասում կեզմանոցի մոտ ինչպես գիտեք, որի հիմքերը կա, որի մրցույթը կա, շինարարը արդեն ամեն ինչը կա, մրցույթ հայտարարված է, լուսանք որ կառուցվին, եւ մշակույթի տան մասնագի վերանորոգումը, քանի որ բավականին շատ լավ շնորհակալություն հայտնենք մեր կառավարությանը, մեր ղեկավարությանը, որ համապատասխան չափի գումարներ դրումներ արեցին, իսկ մեր մշակույթի տունը բավականին լավ վերանորոգվեց, բայց մասնագի ինչ որ բաներ մնացել են, պարոն Շահինյան, որը էլի ներկայացվել է, ուղղակի ցկցկվեց, նախանցյալ տարի տարբեր, անցյալ տարի հաստատվեց, կարծես թե շինարարի հետ ինչ որ խնդիրներ ու մնաց այս տարի ուսանք, որ կարող են կատարել։ Իմ խնդրանքը, որ ավելի շատ բազում խնդիրներ կան, ժողովուրդ, այնքան խնդիրներ կան, այնքան շատ, բայց բոլորը միանգամից լուծել հնարավոր չէ։ Մենք պետք է աշխատենք լուծել այն առաջնային խնդիրները, ինչ որ անհրաժեշտ է, ամենահրատապ խնդիրները լուծենք, ընդհանուրին, ոնց ասեմ, բավականին լավ հնարավորություններ զարգացման, բարեկեցիկ ապրելու համար նման խնդիրներ լուծենք, որ մարդիկ ավելի լավ ապրեն վերջո։ Այսօր գումարները չփոշիացնենք, ինչ որ Ես ինչ-որ ծրագրեր կատարենք, որը անիմաստ է, օրինակ, առաջարկվել է, ես ժողովրդի հետ քննարկել եմ, խոսել ենք Շահինյան ջան, որ սարի ընդունենք, սարի ճանապարհը կառուցենք, գումարներ ներդնենք ինչի համար, ինչ եկամուտ ենք սպասում, ինչ կա զարգացնել, ուրիշ խնդիր, եթե մենք կարողանանք մեր ահավոր մենք խնդիր ունենք ոռոգման չելի, եթե մենք կարողանանք սարերում մենք ջուր չունենք, հիմա եթե բան աներ,
գեոլոգիական հետազոտություններ անել, եթե ջուր ունենան, բան սկաժնա խփենք ջուր անեն, ոռոգման դա լրիվ այլ հարց է, որ կարողանանք նաև ոռոգման ցանցներ կառուցել, իսկ եթե ջուր չկա, ասենք ոռոգման ցանց ներկայացնենք, ոռոգման ցանց կառուցենք, գումարներ ներդրենք, իմաստը ո՞րն է։ Դրա համար կարելի է ավելի ինչ-որ հրատապարզ ուզել, քան թե նման վերացայում բան։ Հիմա ըստ ժողովրդի հետ քննարկված անհրաժեշտությունից ելնելով հարցերի, որոնք կարելի է եկող տարի 26 թվականին կառուցել, ծրագրեր անել, հիմնականում մեր ներքե խնդրում եմ Ժորժ ջան, ուշադիր լսենք ու քննարկենք, հասկանանք։ Ներքի զոնայում ազնոցի տարածքում առանցել մենք ոռոգման վերևը ջուր չունենք, մեր եղած հողամասերը ներքևում են, ոռոգման առումներ չունենք։ Ազնոցի ոռոգման ցանցի ստեղծում, այսպես ասած, կարելի է կիսախողովակներով, որպեսզի ջուրը չկորի, ավելի օպտիմացիայով կարողանանք ջուրը օգտագործել։ Հետո մեր խմելու ջրին, քանի որ ջուրը սակավ է, չգիտեմ, երևի մասնագետները ավելի լավ կներկայացնեն։ Շանյան ջան, ուզում ենք, եթե հնարավոր է մի հատ լրացուցիչ ջրամբար կառուցել, այն ժամանակ, որ ջուրը ավելցու գա լինում, որ լցվի այդ ջրամբարը, այն ջրի պակասի դեպքում այդ լրացուցիչ ռեզերվուար է։ Ինչ հնարավոր է, բայց մի հատ հասկանանք էլի, եթե ջրի ավելցուկ կա, ինքը գնում է ջրի ավելցուկում, այդ նշանակում է, որ բնակիչներին արդեն իսկ ջուրը բավարար է։ Ավելցուկ չկա, ներկայացնեմ ընդդեմ բան, արդեն վթարային վիճակա դրա համար ավելցանացեց, կիսատ ասեց, հիմա որ կառուցումը դրա այդ կողքը կա այս քլորը։ մենք ունենք կառուցված է 70-ական թվականներին, որն արդեն վթարային վիճակ է։ Դրա համար կարելի է կողքից կողքից չէ, հելեկներ որ բաներ ենք ասում։ կողքից ընտրացի։ Չերակիցը գալիս է, հիմա մենք ստեղ ուզում ենք լրացուցիչ մի հատ ջրական ջրամբար ստացնել, այս մտնի ստեղ էլի գա, այսպես ասած։ Եթե այն ժամանակ, որ մեր մոտ ասենք ջուրը քիչ են օգտագործում, այստեղ մեր բասենից լիվացալիս, այսպես ասած, այդ իստեղ կլացի եկե։ Երբ որ իստեղ ջուրը քիչ չանա կտրվի, այդտեղից մատակարարվի ջուրը, մինչև որ սրտերի շատ կարելի լացի։ Ջուրը դայ մենակ կներեք, դայ մենակ եթե վերևա բարձրացել։ Այլ տեսեք, եթե Դե ջրամբարը վերևում պետք է կառուցվի, որ շանցած ժողովրդին այսինքն սովորաբար գյուղական բնակավայրերում եւ ինչու՞ չէ նաեւ քաղաքային բնակավայրերում խմելու ջուրը դա առաջնային է, ինչպես նաեւ գյուղական բնակավայրերում ոռոգման խնդիրը առաջնային խնդիր է։ Այսինքն դա ավելի մեծ կենսական նշանակություն ունի, քան թե ասատապատական աշխատանք։ բնակավայրը։ Եթե կա խնդիրը գյուղում առկա է, բանալցա, մենք խնդիր չենք տեսնում դրա։ Ուղղակի սենց բանը իմաստ ունի, այս ինժեներական բան է, էլի ջրի հետ կապ։ Նայեք, եթե հիմա այդ խնդիրը առկա է ու բնակիչների կողմից էլ է այդ խնդիրը բարձրացնել, կարող մենք հիմա նշում անենք, մենք ուսումնասիրություն անենք, ուսումնասիրություն անենք, եթե որ հասկացանք իրականում հնարավոր է աշխատանք անել, ընդգրկենք անենք։ Հաջորդը ես մի քանի տարի խնդրում եմ, եթե 26 թվականին է, մենք համային թեկուզ հողի հարցը թողնի, պետությունը մանկական խաղ հրապարակներ կառուցի կոնեք գյուղի մեջ մի 3 հատվածի, Դա շատ կարևոր է մանկական խաղ հրապարակ, ինքը այո, կարևոր է, սակավում տեղ կա։ Դե օրինակ մեր թաղամասում ես հողը վերցնում եմ ինձ, հողը տրամադրել եմ։ Թողիկ նկարենք էլի։ Որտեղ դիզմա դեպքեր, երբ որ մենք այլ բնակավայրում ունենք ու քննարկում ենք չի հերիքելու։ Բայց այն ժամանակ, երբ որ իջնում էր 90 տնտեսության համար, թվերը պայմանական թվեր են ասում, այդ ժամանակ այդ արդեն չէի բարձրացնում, որտեղ ուղիղ շահավի էի դու։ Այդ որ ասում ենք ուղիղնի վերցնել քանում եք։ Հիմա էլ է ջրից այդ մարտիկել օգտվում են, բասեն մտնել։ Բայց հիմա երբ որ քննարկում է այդ նույն բասենից 10
տնտեսության տակ արդեն պատմա որ Չէ, կներեք, Ժորժան, այս բասերի տեղ, եթե մենք միլիոն կուբանոց բասեր ենք սարքենք, մագարդակները նենց են, որ ջրի չի պարսանում ընդեր։ Են վերևից մագարդարով ջրակեցից կարանք մենք տեսնենք, այդ 10 տանը տան, էդի կլինի, բայց այս բասենից ընդեր տալը ջրի չի պարսանում։ Իրականում մենք գլխավոր խողովակից է տնտեսությունների ջուրը տվել ենք։ Մենք ունենք երկու ջրամբար, մեկը 30 մանոցը, մեկը 500 է։ Օկեջեի խնդիր չունենք։ Մի խաղնեջիրա, ջուր, այմար ջուր որ լինի, այդ մեր բասենները լրի կեզիկ են, խնդիրը դա չի, այս մեր ջրամբարի մագարդակը, բանի մադուրներու են դերի թաղի մագարդակին չի կարա ջուրապրասված։ Համարյա համակսար։ Պդի են ջրակիցը, որ մադակարում մեզ խմելու ջուր, այդ ջրագծից վերցվի, մի հատ փոքր ջրամբար սարքի, որ այդ վերի տներին ջուր տրծվի։ Նույն բանը ես եմ ասում, անավեցան, ուշադիր չեղավ, վերևում միան ջրամբար սարքվեց է բաս։ Բայց ավելիցյան, այդ բանը դա սխալ է։ Իմ ասածը Ատմետք եք տված։ Համար առաջնայինը ես կնդրեի սենց մի բան ասենք, նախ մեր անցյալ տարիների մնացած ծրագրերը կատարենք, այս տարի, եկող տարի, հետո նոր ասնենք այս խմելու ջրի հարցը լուծենք, այս շատ կարևոր է մարդկանց համար, նոր մնացած այս ասֆալտապատ Համար առաջին խմելու ջուրը չնա։ Այդ ջրամբարը նույնիսկ մեծ քերգերին ուղղակի փրկել։ Ջերի համար է տնամերձերը բաժանումը տուն շարը, էլի այս ջերի համար։ Ջերի համար ժողովուրդը շեշտ։ Սա վեստի համար պատման բան չկա։ Վեստվի համար, օրինակ էներգիա ազնոցի տարածքում լրի, ընդեղ որոքման ցանց չունենք մենք։ Առանցնել մեր հողերը մնացել են որոքովի այդ ներքի տարածքում։ Այդ որոքման ցանց չունենք։ Որոքման ցանց կառուցենք ընդեղ։ Այս լրացուցիչ ջրամբարի հետ քննարկի կասին։ Մնում է մադուրներից ասֆալտապատում փողոցներ ինչով կամաց։ Իհարկե ջրագիծ լինելուց հետո, եթե ջրագիծը չկառուցվեց ասֆալտապատում չի լինելու միանշանակ։ Ասֆալտապատում գետո կանենք։ Միլիորդ է, մատուրները, որ ասֆալտապատում են, դա ջրագիծ ունեն կառուցել։ Այս տարի Ասֆալտապատման բան չկա։ այս տարի կառուցվի, եկող տարի ասֆալտապատեն։ Եթե կառուցենք, եթե մենք այս տարի ջրագիծ կառուցենք, եկող տարի կասվանք ասֆալտ։